Երանի նրան ում հանցանքները ներված են։ Թողեք միասին կարդանք Սաղմոս 32։ Երանի այն մարդուն, ում հանցանքը ներված է, ում մեղքը ծածկված է։ Երանի այն մարդուն, որի դեմ Տերը չհաշվեց անգիրավությունը, եւ որի մտքում չկա խաբեություն։ Երբ ես լուր մնացի, ոսկորներս մաշվեցի, ամեն օրվա հառաջելուց, որովհետև ցերեկ ու գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա, իմ թարմությունը ամռան չորություն դարձավ։ Ես մեղքս հայտնեցի քեզ եւ չծածկեցի անօրենությունս, ասացի, օրինազանցությունս խոստովանեմ Տիրոջը, եւ դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը։ Դրա համար էլ ամեն բարեպաշտ աղոտ պիտի անի քեզ, քանի դեռ ժամանակ կա։ Իրավի եթե շատ ջրերի հեղեղներ ելնեն, չեն հասնի քեզ։ Դու ապաստանն ես իմ, նեղությունից կպահես ինձ։ Ազատության երգերով կշրջապատես ինձ։ Եվ այս մասը Աստվածը խոսում է, ասում է. Կուսուցանեմ քեզ եւ կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս։ Կխրախատեմ քեզ, իմ աչքը քեզ վրա կլինի։ Մի եղեք ձիի պես եւ ջորու նման, որոնք միտք չունեն եւ նրանց կզակների մեջ սանձ ու պախուց պետք է դնեն, որ քեզ մոտենան։ Շատ տանջանքներ կան ամբարիշտի համար, բայց նա, ով հույսը դրել է Տիրոջ վրա, ողորմությունը կշրջապատի նրան։ Ուրախացեք Տիրոջով եւ ցնծացեք, ով արդարներ, եւ ցնծությամբ աղաղակեք բոլոր, որ ուղիղ եք սրտով։ Արվե երբեք ինչի համար դրա մեջ երկրը, որտեղ ամենը կապված էր այս Սաղմոսի հետ։ Մի քիչ բարդ բարեր կան, բայց ամեն մեկը կամաց կսովորենք, համար կետնանք առաջ։ Բայց նախքան այդ, այս էլ անգլերենայից ուզում եք կարդակ, թողեք աղոթենք։ Իմ Տեր Հիսուս Քրիստոս, օգնիր ինձ Տեր, շնորհակալ եմ այս պատիվի համար, որ տվել ես ինձ, որ քո խոսքդ քարոզնեմ։ Տեր, մանրամ շատ բարձր բան է եւ խնդրում եմ քո օգնությունը պետք ունեմ իմ ապաստան եւ իմ Աստված։ Արի օգնի ինձ, որ ճիշտ ձևի քարոզեմ քո խոսքը, որ քո ժողովուրդը իրանց հանգր, իրանց սովածությունը Տեր, ծածկվի քո սիրելի խոսքով Տեր։ Խնդրում օգնիր ինձ եւ օգնի ինձ Հիսուսի անունով։ Սաղմոս 32-ում թագավոր Դավիթն է գրել, եւ եթե ձեր Աստվածաշունչի մեջ նայեք, վերևը մի բան է գրված կողքը, անգլերենում գրած է Maskil Psalm, հայերենում գրած է իմաստության երգ։ Այս Maskil-ը անգլերենում կամ այս Սաղմոսը նշանակում է մեծ Սաղմոսա, որ պետք է խոր մտածես մասին, խոր մտնես մեջը, խոր հայ միշտ նայես եւ միշտ միտքդ դինի վրան եւ ուրախանաս եւ հասկանաս ինչա գրված մեջը։ Սեյնտ Ագստինին ճանաչում եք, մեծ եկեղեցու հայր էր 300 թվականին եւ այս Սաղմոսը իր ամենասիրած Սաղմոսն էր։ Եվ իր մեռնելու ժամանակ այդ քանի ամիսները կարավատի մեջ իր օգնականներին ասել էր, որ պատի վրա գրին է Սաղմոսը, որ միշտ նայեր եւ միշտ մտածեր ուսի։ Այս Սաղմոսը լցված է խոստաբանությունով, confession-ով, forgiveness-ով, ներումով եւ ցնծությունով, այդպես որ կարդացինք։ Եվ շատ աստվածաբանները, օրինակ մեկը John Trapp-ը, ասում է Սաղմոսը կապված է Սաղմոս 51-ի հետ, որ դա էլ Դավիթն էր գրել, երբ որ մեղք գործավ Բաթշիբայի հետ։ Հիշում եք այդ պատմությունը։ Դավիթը մեծ աղջիկ տեսավ, սիրած Բաթշիբա էր անունը, Բաթշիբա անգլերենում, ու ուզում էր իր հետ լիներ, բայց այդ կինը ամուսնացած էր։ Բայց որտեղ թագավոր էր եւ իր մարմինը ցանկություն ունեցավ, իրան վերցավ եւ բացի այդ հետո իր ամուսինին Յուրիային սպանավ թագավոր Դավիթը։ Բայց մեկ էտի ասում թագավոր Դավիթը տրանից հետո, որ խոր պետք է ապաշխարի, որ իր մեղքերը ծանրանում են իր վրա եւ Սաղմոս 51-ն ա գրում, որի մեջ ինքն էլ գրում է ներողություն հայտնիր ինձ Աստված եւ ասում է երրորդ համարում ասում է ապա ամբարիշներին կսովորացնեմ քո ճանապարհները եւ մեղավորները կվերադառնան քեզ։ Այդ 51-ի մեջ ասում է Տեր, եթե ինձ ներես, կսովորացնեմ ամենին քո ճանապարհները, որ շատ աստվածաբաններ ասում են Սաղմոս 32 տրա
կատարում նա, որտեղ սրա մեջ ասում է մարդկանց ինչպես պետք է ապրեն։ Ուրիշ հետաքրքիր fact է Սաղմոսի մասին, ուրիշ աստվածաբաններ ասում են, այս Սաղմոսը ճիշտ բարի լուրն է 5 կտակարանում, որտեղ այդպես որ գրում է մեղքերի թողության մասին, ներումի մասին եւ ուրախության մասին, եւ Պողոսն է Հռոմեացիս թուղթի մեջ 4-րդ գլխի մեջ գրում է ասում է Երանի նրանց, որոնց աներությունները ներվեցին եւ որոնց մեղքերը ծածկվեցին։ Պողոսը այս Սաղմոս 32-ից բերում է նոր գտակարանի մեջ։ Եվ այդպես որ ասամ, կարդալու ժամանակ Աստվածը խոսում է 8-րդ եւ 9-րդ համարի մեջ։ Եվ կողպվում է Սաղմոսը մի հատ կանչով, որ ուրախանանք եւ ցնցանք։ Թողեք համարից համար եթանք առաջ։ Առաջին երկու համարը Երանի այն մարդուն, ում հանցանքը ներված է, ում մեղքը ծածկված է։ Երանի այն մարդին, որի դեմ Տերը չհաշվեց անիրավությունը եւ որի մտքում չկա խաբեություն։ Blessed are those whose disobedience is forgiven, whose sin is covered. Blessed are those whose record the Lord has cleared of guilt, whose lives are lived in complete honesty. Աստծո խոսքի մեջ տարբեր մարգարեության ձև կա, there's different ways of prophecy. Մեկիչները վատոտ են, դժբախտության մասին են, եւ դրանք սկսում են վայ բառով, woe անգլերենով։ Օրինակ Եսայա 5:20 գլուխ 20 համարը ասում է վայ նրանց, որոնք չարին ասում են բարի եւ բարուն չար։ Կամ Հիսուսը Մատթեոս թուղթի մեջ, գրքի մեջ ասում է վայ ձեզ կեղծավորներիդ, դպիներիդ եւ փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք։ Երբ որ այս վայ բառը օգտագործում է, Աստված հետ է կանչում մարդկանց, ասում է ապաշխարեք, բայց մեկ կողմից էլ Երանի բառը կա։ Երբ որ Աստվածը մի հատ օրհնություն կամ բարի մարգարեություն է տալի, սկսում է Երանիով, blessed։ Ասում է Երանի այն մարդուն, որ մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում, Սաղմոս 1-ի մեջ Աստված ասում է։ Եվ նույնիսկ նորեն Հիսուսը ասում է Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։ Այս Երանի բառը մեզի ուրախություն է բերում, քարոզարություն է բերում, մեր հոգիները բարձրացնում, մեզի ջերմացնում է եւ հույս է տալի մեզ։ Եվ այստեղ Դավիթը, որ գրում է, ասում է Երանի նրանց, որ հանցանքները ներված է, մեղքը ծածկված է եւ անիրավությունը չհաշված է։ Եբրայերենում այդ բառը, որ օգտագործում է Դավիթը, աշրեի բառն է, եւ նշանակում է բացի որ նա emotional ուրախություն, նա խոր ուրախություն եւ ցնծություն, որ գալիս է Աստծո կողմից։ Նա նորմալ ուրախություն չի, բայց մի խոր Աստծո կողմից ուրախություն է, Երանի բառ։ Եվ ուրիշ հետաքրքիր բան է առաջի երկու համարների մեջ, եթե տեսնենք 3 հատ տարբեր ձևի մեղքի մասին է գրում, ասում է հանցանք, մեղք եւ անիրավություն, disobedience, sin and guilt։ Եվ նույնիսկ 3 հատ բառ ներումի մասին։ Ասում է ներված, ծածկված, չհաշված, forgiven, covered and cleared։ Տարբեր մտքեր ունեն այս ամեն բառերը, օրինակ հանցանքը նշանակում է, որ մենք Աստծո սահմաններից ավել ենք եթում, we cross God's borders։ Մեղքը նշանակում է թերյություն, որ մեր հավատքը քիչ է։ Օրինակ Մարտին Լութերը ասում է մեղքի արմատը թերահավատությունն է։ Միակ մեղք գործենք, եթե մեր հավատքը ուժեղ չի։ Եվ անիրավությունը, որ մի հատ բղծարար մեղք է, շատ վատ մեղք է։ Եվ նույնիսկ 3 հատ բառ ներումի համար ծածկվեց, որ ճիշտ Հիսուսի արյունը մեզ ծածկում է մեր մեղքերը, ներված, որ ճիշտ այդ մեղքը Աստվածը վերցնում է եւ տանում է վերև, հեռացնում է, եւ չհաշված, որ ճիշտ նա այդ հաշվապայի բառը չի հաշվում այդ մեղքերը, ճիշտ մոռանում է Աստված մեր մեղքերը։ Մատ քարոզիչ ասում էր իր պապեն խանութի մեջ է գործում, Անգլիայում փոքր ժամանակ որ կար, եւ մարդիկ այն գալիսին բաներին առնում, բայց փող չունին առնին։ Փող չունի առնին այդ կերակուրները, սա ասում են լավ, ոչինչ, քո անունը կգրեն ստեղ, ինչքան փող ես բարձում ես, եւ երբ որ փող ունենաս կգաս կտաս։ Եվ այս քարոզիչը ասում է հիշում եմ, որ այդ կինը գալիս էր, փողը տալիս էր, պապանը մեր սփիչով մաքրում էր այդ բորդը, ասում էր ինչ մեծ ուրախություն է, նույնիսկ Հիսուսը մեր համար այդ բանը արել է։ Եվ ինչ են կարող սովորենք ստանից։
Աստվածը, որ չի հաշվում այդ մեղքերը, որ մոռանում է այդ մեղքերը, որ մենք գործել ենք, եթե ճշմարիտ ապաշխար ենք, չի էլ ուզում, որ մենք մտածենք։ Եթե 5 տարի առաջ շատ ված մեղք են գործել, Աստված ներել է, պետք է չի հայմանանք դրա մեջ։ Ուղղակի իմանանք, որ ներված է, Աստվածը վերցրել է եւ մաքուր հոգի ունենք։ Երրորդ համարը Դավիթ ասում է. երբ ես լուր մնացի, ոսկորներս մաշվեցի ամեն օրվա հառանչելուց։ Այս երրորդ համարը ցույց է տալի, որ ինչքան վատ, պիղծ եւ անվայել ժամանակ է, երբ որ մեր մեղքերը ներված չի, երբ որ մեղքը ծանրություն ունի մեզ վրա։ Ես հիշում եմ, երբ որ նախքան կյանքս տվել եմ Հիսուսին, մեղքերս ինձ տանջում էին, գիշերները վերին կանում, մեղքերս մտքիս վրա քրտնքոտ, կարավատիս մեջ զզվելի զգացողություն ունիմ։ Քշում եմ հետո իմ համալսարան, Սիսանի մետում, ճանապարհին մեղքերս մտքիս վրա զզվելի, կեղտոտ, մեղավոր զգացողություն։ Եվ այնպես էլ էր Դավիթի նման, ասում են ոսկորները մաշվեցին, իսկ մեր հոգու ոսկորները մաշվում են, երբ որ մեղք ունենք եւ չենք խոստովանել Աստծուն։ Բացի որ հոգեվոր ձևի հետ ուզում ենք նայենք հոգեբաններին, psychologist-ներին, իրանք էլ նույն բաներն են ասում։ Ասում են, եթե մեղավոր զգացողություն ունես քո մեջ, ասում են anxiety շատանում է, stress-ը շատանում է, depression-ը շատանում է, տխրությունը շատանում է, մարմինը ցավերի մեջ է մտնում, օրինակ կարող է փորի problem ունենաս, գլխացավներ ունենաս, կարող է քո ուսերը տնտանա, շատ զզվելի ժամանակ է, երբ որ մեղք ունենք մեզ վրա։ Կարող է մարդիկ հեռանում են ուրիշներից, մենակության մեջ են մնում, կարող է drug են օգտագործում, նարկոտիկ են օգտագործում, բայց ինչքան լավն է, որ մեր մեղքերը կվային տանք Հիսուս Քրիստոսին, ամեն։ Դավիթը շարունակում է, ասում է, որովհետև ցերեկ ու գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա, իմ թարմությունը ամռան չորության դարձավ։ Ճիշտից ինչքան վատ է, երբ որ մեղք ունենք մեզ վրա, հիշում եմ նույնիսկ նորեն, երբ որ ապաշխարել եմ, բայց դեռ մեղք կար կյանքիս մեջ, ճիշտ զգում եմ, որ սատանան ծանր chains, ինչ է, ճխտաներ ճիշտ կային վրես եւ չիմ կարող բացոցնիմ նրան, բայց փառք Աստծուն ինձ օգնավ դրա հետ։ Մեղքը այդպեսի է։ Նորեն հիշացիմ ճիշտ զգում եմ, ճիշտ մի բան կախված էր ինձանից, որ չիմ կարող տոնի այդ կեղտոտ մեղքը։ Դավիթի համար նույնպես է։ Ասում ամեն ինչ չորացավ իր համար, իր ուրախությունը գնաց, իր թարմությունը գնաց եւ ամեն ինչ ամռան նման չորացավ։ Հետաքրքիր բառերով կգուցում ասում է, քո ձեռքը ծանրացավ ինձ վրա։ Ծանրությունը ճիշտ է դա, որ Աստվածը ծանրությունը դրում է մեզ վրա, որ հասկանանք, որ իրան պետք ունենք։ Նորեն ասեմ, երբ որ չիմ ապաշխարել կյանքս չիմ տվել Հիսուսին, ճիշտ է ծանրությունը կարվեց։ Հիշում եմ կարավատիս մեջ պարկածին եւ ասամ, իմանամ, եթե հենց հիմա մեռնեմ, կեթամ դժոխք։ I know if I die right now, I'm gonna go to hell. Ճիշտ իմանում եմ իմ հոգուս մեջ։ Աստվածը այդպես արավ, որ ես դառնամ իրան, որ ես վազեմ դեպի իրան։ Նույնիսկ եթե որ իմ հավատքի մեջ էլ են, կարող Աստված իր ծանր ձեռը դնի ձեր վրա, չէ՞, մեր վրա, եթե մեղք են գործում։ Ճիշտ է, ովի նման, որ կարող է ցուփով խփի, որ դասիրակի մեզ։ Սարքում մեծևի լինի, որ այնքան ձանձրանալի լինի այդ մեղավոր զգացողությունը, այդ դատապարտությունը, որ չուզենանք նորից մեղք գործենք, ամեն։ Դա համար կարենք ասենք, որ ես Աստծո կողմից է, որտեղ Աստված չի թողնի իր երեխեքին հանգիստ մեղք գործեն։ God will not allow his children to sin successfully։ Կանի ամեն ինչ, որ մենք զզվանք մեղքից եւ չուզենանք մեղք գործենք։ Հինգերորդ համարը, ճիշտ կարծես ամեն ինչ փոխվում է հիմա։ Դավիթ ասում է, ես մեղքս հայտնեցի քեզ եւ չծածկեցի անօրենությունս։ Ասացի, օրինազանցությունս կխոստովանեմ Տիրոջը եւ դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը։
Դավիթ ասավ, ես մեղքս հայտնեցի քեզ։ Բայց մա հարց ունեմ ձեզ համար։ Եթե Աստված իմանում ամեն ինչ, ինչի համար պետք է մեր մեղքերը խոստովանենք իրան, ինչ եք կարծում։ Անես լինենք իրար։ Շատ է պատասխանները։ Եթե տանք Սենտ Ագստինին, այդ որ իր մասին ասա մարդեն, ասում է խոստովանությունը այդ չի, որ Աստծուն նման ասենք, որ ինքը չի իմանում։ Ավելի շատ խոստովանությունը այդ է, որ տեսնենք մեր կյանքը այնպես, որ Աստվածն է տեսնում մեզ։ Խոստովանություն բառը հուներենում հոմոլոգիո նշանակում է, որ ասես նույն բանը։ Պետք է ասենք Աստծուն, որ հասկանանք ինչ տեղի մեջ ենք մենք, որ տեսնենք ինքը ինչպես է տեսնում մեզ։ Եվ Ջոն Քալվինը ասում է, մենք պետք է մեր վերքերը բացենք Աստծու առաջ, որ բժշկի մեզի։ Դրա համար պետք է խոստովանենք մեր մեղքերը։ Չխաբենք ինքներս մեզի, բայց անես լինենք Աստծու առաջ այդպես, որ մեր եղբայրը ասավ։ Ինչ ամենից լավ բանը, որ Աստվածը միանգամից ներում է, եթե ճշմարիտ ապաշխարենք։ Եթե հիշեք անառակ որդու պատմությունը, ինչ է կատարվում։ Նա տղա կա, իր հարստությունը իր պապից վերցնում է, հետում է party անում։ Հովհաննես 15-ի մեջ, հետում է party անում, ընկնում է, եւ դժվարության մեջ ապրում։ Մեկ հետի ասնում, որ խոզերի հետ ապրում, կեղտի մեջ խոզերի հետ։ Եվ ասում է, ինչքան լավն էր իմ պապիս հետ, թողեցամ իմ պապիս մոտ։ Եվ որոշում է սարքում եւ հետում է իր պապի, դեպի իր պապի տունը։ Եվ իր պապեն ինչ անում։ Իրան հետ է գցում, դուրս է գցում, չէ, կանգնած է տեղ, սպասում է իրան։ Գալիս է իր մոտ, մաչում է, համբուրում է, իր վրա պատմության է ակցնում, իր մատանի է դնում իր ձեռքի վրա, ոտերին կոշիկ է դնում եւ մեծ խնջույք է պատրաստում, մեծ ֆիստ է պատրաստում։ Այդպես էլ մեր հայրն է։ Եթե մեղք գործենք եւ ճիշտից հասկանանք եւ վերադառնանք իրան, մեզի կգրկի եւ կվերցնի ներս։ Ամեն։ 6-րդ համարը։ Դրա համար էլ ամեն բարեպաշտ աղոթ պիտի անի քեզ, քանի դեռ ժամանակ կա։ Իրավի, եթե շատ ջրերի հեղեղներ չեն հասնի քեզ։ Ինչ է նշանակում ես։ Ասում է, երբ որ հեղեղները կան judgment-ի, վերջի օրերի, հույսով շատ ուշ չի լինի։ Պետք է հիմա, որ ժամանակ կա, խոստովանենք մեր մեղքերը Աստծուն։ Դավիթը մեզ ասում է, դուք էլ արեք այս բաները, բայց ինձանից շուտով արեք, մի շտապեք, մի հետաձգեք։ Ես մի հատ հաճախորդ եւ ընկեր ունիմ, անունը Էդո է։ Կարծում եմ այդ ժամանակ երևի 17 տարեկան էր, եկեղեցի էր եթում ջահելների ժողովը, youth group։ Ամեն շաբաթ եթում էր, ամիսներով։ Բայց ասավ դա չեմ ապաշխարել, I haven't repented, I haven't given my life to Jesus yet։ Ասում եմ, ինչու՞ համար ես սպասում։ Ասում եմ, չէ, դու սպասել ես, հասնեմ 21 տարեկան, հաջորդը ստանամ։ Պարդիանը ուրախանում հետո կյանքս կտամ Հիսուսին։ Ասում բայց չես բանում, երբ է վերջին օրը։ Կարող ես հեղեղների նման գան վերջին օրերը։ Չեն կարող հետաձգենք, պետք է հենց հիմա խոստովանենք մեր մեղքերը Աստծուն։ Տեսնում ենք ուրիշ օրինակներ Նոյի տապանը։ Երբ որ ժամանակ եկավ, Աստվածը ինքը դուռը կողպեց եւ հեղեղները եկան։ Արաբների մեջ գրված է իմաստությունը խոսում է եւ ասում է այն ժամանակ կկանչեն ինձ, բայց ես չեմ պատասխանի, կփնտրեն ինձ, բայց չեն գտնի։ Չհետաձգենք մեր խոստովանությունը։ Եվ մի այդ սիրում աս, որ եկանք դրա մասին, դու ապաստանն ես իմ, նեղությունից կպահես ինձ, ազատության երգերով կշրջապատես ինձ։ Առաջին երգներ են սորվա։ Դավիթ ասում է, դու ես իմ ապաստանը։ Հիմա որ մեղքեր ներվել է Դավիթինը, իմանում է, որ ապահով է Աստծու թևերի տակ։
երբ որ պատրաստում եմ քարոզի իշացի իմ երկը բարձրալի ծածկոցի տակ տնակուը, ասում եմ նրա թևերի տակ ապահով եմ և վստահ։ Այդ Դավիթ ասում է նեղությունից կպահես ինձ։ Այդ Սաղմոսի մեջ ասում է ինչ չար բան չի մոտենա։ Աստվածը մեզի կպահպանի դժվարության մեջ, որ մենք հարմ չեզենք։ Եվ երրորդ մասը ազատության երկերով կշրջապատես ինձ։ Եվ իր շուքի տակ եք հանգչում։ Աստվածը շատ բաժանվելա տալիս մեզ, որ իրան պաշտենք և փառտանք իրան։ Ինչքան լավն է, որ Աստված մեր ապաստան։ Դավիթ առաջ կանգնվում էր Աստծուց, հիմա կանգնում է Աստծու շուքի տակ։ Աստվածը հիմա իրան շրջապատում է օրհնությունով, երգերով, այդ ծանր ձեռքը որ իր վրան էր, հիմա էլ էր հաճելի ձեռքերի վրան քաշում է ներս։ Աստվածը մեզի նույն բանն է տալիս և կարող ուրիշներին էլ պատմենք սրա մասին։ Ու թերորդ համարը Տերը, որ այդպես ասեմ, խոսում է Աստվածը, ասում է կուսացանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պետք է գնաս, կխրախատեմ քեզ, իմ աչքը քեզ վրա կլինի։ Բացի որ Աստվածը ների մեզ, նույնիսկ մեզի սովորացնում է, մեզի օգնում է, որ իր ճանապարհների մեջ քայլենք, որ ավելի սուրբ կյանքներ ապրենք, որ աճենք մեր հավատքի մեջ, և իր աշկը միշտ մեզ վրա է։ Ճիշտ մի հատ հովի մեջ շեպրդ, որ իր ոչխարներին է նայում, Հիսուսն նույնպես մեզի անում, չի թողնում գայլերը գան, մեզի հարձակվեն, միշտ մեր կողքները ցուփով և գավազանով կանգնած են։ Մենք որ փրկված ենք, նույնիսկ ապահով ենք, որտեղ մի պաշտպանող Աստված ունենք մեր կողքը։ Աստված միշտ մեր աչքերը ունի մեզ վրա։ Մի եղեք ձիի պես կամ ջորու նման, որոնք միտք չունեն, և նրանց կզակների մեջ սանձ ու պախուրձ պետք է դնել, որ քեզ մոտենան։ Դժվար բառեր, երբ որ առաջ կարդացին, չհասկացամ research արամ։ Իհարկե ձին իմանում ենք, ջորին մյուլն է, ձի ու էշի խառնուրդը։ Պախուրձը բանա, որ մտնում է իրանց բերանների մեջ և այդ սանձը կապված է իրանց գլխին։ Այս նկարի նման։ Եվ Աստված մեզի ասում է, մի այդքան մեղք գործեք, մի այդքան հեռացեք, որ ես դնեմ այդ ձեր բերանների մեջ և քաշեմ դեպի ինձ։ Մի stubborn ելեք, որտեղ մեր Աստվածը ուզում է հանգիստ հարաբերության միջոցով մեզի առաջնորդի, չէ որ զոռով մեզի հաղթի։ Դավիթը առաջ շատ stubborn էր, կանգնված էր մեղքերի մեջ, բայց հիմա սովորացնում է մեզ, որ հնազանդ լինենք Աստծուն։ Էլ է կապված այն վկայությունս հետ, այ հեռանում իմ Աստծուց, չեմ ընդունում Աստված կարծում ես իմ Աստված իմ կյանքիս, բայց մի բան կատարեց Աստվածը, որ ես զոռով գնամ իր մոտ, այնքան հեռանում ինքը այդ բանը դրա բերանից մեջ բերավ իր մոտ accident արամ և իմացան կարող իմ մերդին տամար կյանքս տվամ Աստծուն, հասկացամ, որ Աստված կա։ Ուրիշների նույն բանն այլ է, ուրիշ ընկերն եմ Դերիկ անունը, շատ դժվարության մեջ էր, չեմ հասկանում Աստված հեր այս բանը անում ինձ։ Մտածում մասին աղոթամ է, քանի ժամ հետո իրան տեքստն ասեմ, կարծում որ Աստված անում է, որ ավելի մոտիկ անաս իրան, և ասավ այո, կարող է ճիշտ ես։ Research-ի մանում ստա մասին ես վիդեոն տեսամ, նա ձի կա չէր ուզում շարժվել, հետո տեսնում եք ձախ կոմը, Տերը մատ իր հարևանին կանչավ Ռոբերտ էր անուն, եկավ և հրավ ձին, չթողնենք Աստված այդ Ռոբերտի նման լինի, չէ, մենք հանգիստ ձի նման գնանք առաջ Աստծու կամքով։ Նախավերջին համարը շատ տանջանքներ կան ամբարիշտի համար, բայց նա ով հույսը դրել է Տիրոջ վրա, ողորմությունը կշրջապատի նրան։ Շատ տանջանքներ կան դրանց համար, որ Աստծու մեջ չեն։ Զարմանում եմ ինչպես մարդիկ, որ Աստծուն չեն ճանաչում, ինչ են անում, երբ որ դժվարության մեջ են, երբ որ վախենում են։ Առաջին բանը անում է թվում ուղիղ Աստծու մոտ։ Ծաղելի ջոկ կա, միշտ սիրում եմ ասել, ասում են ամեն մարդ, ամեն atheist օդանավի մեջ atheist-ը միջև օդանավը սկսում է շարժվել, հետո Աստծուն են կանչում։
Everyone's atheist until the plane starts shaking. Funny joke. Նրանց համար որ Աստծո մոտ չեն շատ դժվարություններ կան։ Բայց նա ով հույսը դրել է Տիրոջ վրա, ողորմություն կա եւ կշրջապատի այդ ողորմությունը մեզ։ Եթե մենք հույսը դրենք Աստծո մեջ, իր խաղաղությունը մեզի կշրջապատի։ Ո՞ր մենք դուք ուզում որոշեք։ Աստծո մեջ, խաղաղության մեջ, թե խառնուրդ եւ փոթորիկների մեջ։ Իհարկե շատ հեշտ պատասխան։ Եվ վերջի համարը ուրախացեք Տիրոջով եւ ցնծացեք, ով արդարներ, եւ ցնծությամբ աղաղակեք բոլորդ, որ ուղղեք սրտը։ Դավիթը կանչում է մեզի, որ ուրախ լինենք. Rejoice in the Lord and be glad, all you who obey him. Shout for joy, all whose hearts are pure. Դավիթի ոսկորները փշրվում ինչ է ասավ, բայց հիմա ճիշտ մեծերը պատմում, որ ճիշտ ուզում է բարի այդ ոսկորներով, ուրախության բարի։ Աստծո ողորմությունը սարքում է այդ մարդ ուրախանա եւ բարի, երբ որ նախքան ոսկորները չորացած էր եւ տխուր էր։ Դա համար մենք ինչ պետք է անենք։ Խոստովանենք մեր մեղքերը եւ ուրախանանք Տիրոջով, ցնծացեք եւ ցնծությամբ աղաղակեք, shout for joy, որտեղ Աստծո ողորմությունը դառնում է դեպի պաշտամունք եւ ցնծություն։ Rappapanենք Կարոզը։ Առաջին ու երկրորդ համարի մեջ ինչ ասում, կացը երանալի նրանց, որ մեղքերը ծածկվել են։ Երրորդ չորրորդը, ասում է, եթե չխոստովանենք մեր մեղքերը, մեզի դժվարություն կգա, համ emotional, համ հոգևոր, համ էլ այդպես որ հոգեբաններ ասան physical ու mental problem-ներ։ Շատ չհետաձգենք եւ անմիջապես խոստովանենք մեր մեղքերը եւ Աստված անմիջապես կների 7 ու 8 Աստված մեզի պահպանում է, ինքը մեր ապաստան է եւ իր աչքը միշտ մեզ վրա է։ Եվ 9-րդ եւ 10-րդ համարը։ Մի սարքեք Աստված է Ռոբերտին նման լինի եւ հրի ձեզի որպեսի հորս ձի, բայց հանգիստ ապրեք Աստծո հետ իր կամքի մեջ։ Եվ ուրախացեք, ցնծացեք եւ աղաղակեք ուրախությունը։ Երանի այն մարդուն, ում հանցանքները ներված է։ Մեր հանցանքները ներված է Քրիստոսի վրա, խաչի վրա։ Հիսուսի արյունն է մեզի փրկում եւ մեր հույսը եւ հավատքը Հիսուսի մեջ մեզի մեղքերս ներում է։ Հիսուսը կատարում է Սաղմոսը, այդպես որ մենք խոստովանում ենք, ինքը ներում է։ Մենք մեր մեղքը բացում ենք իր առաջ, ինքը իր արյունով ծածկում է, երբ որ մենք վերադառնում ենք իրան այդ որդու նման, ինքը մեզի վերանորոգում է։ Իր հետ ասենք երանի նրան, ում հանցանքը ներված է։ Երանի նրան, ում հանցանքը ներված է։ Մեծ ուրախություն կա Հիսուսի մեջ, որ մենք ուրախանանք, ցնցանք եւ ցնծությամբ աղաղակենք։ Ուզում եմ ուրախ երգ տնեմ, որ դրել եմ, բայց նախքան այդ ճիշտից մեր աչքերը կողմենք, մեր գլուխները կախենք եւ խոստովանենք մեր մեղքերը Հիսուս Քրիստոսին։ Այդ մենը րոպե ճիշտից առանց մյուզիկի խոստովանենք Աստծուն, խոսանք Աստծու հետ։ Տեր խոստովանենք մեր ամեն մեղքերը քեզի։ Ների մեզ, որ շատ սխալ գործեր ենք անում Տեր, անօրենությունի մեջ, մեղքի մեջ, հանցանքներս Տեր, որ անցնում ենք քո սահմանները Տեր։ Ների մեզ, որ մեր բերաններով վատ բաներ ենք ասում Տեր Հիսուս։ Ների մեզ, որ մեր աչքերով վատ բաներ ենք տեսնում Տեր, մեր ականջներով վատ բաներ ենք լսում, մեր ձեռքերով սխալ բաներ ենք անում Տեր Հիսուս Քրիստոս։ Շնորհակալ ենք քո արյանդ համար Տեր, որ մեզի փրկել է եւ մեր մեղքերը ծածկել է Տեր Հիսուս Քրիստոս։ Շնորհակալ ենք քո խոսքիդ համար Տեր, որ կարող ենք սովորենք եւ մեր կյանքները օրհնվի Տեր Հիսուս Քրիստոս։ Շնորհակալ ենք, որ դու ողորմած Աստված ես Տեր։ Եվ որ կարող ենք հանգիստ գալ քո մոտ
մեր մեղքերը խոստովանենք եւ դու մեզի անմիջապես ներում ես անարատ որդու նման։ Փառք ենք տալի քեզ եւ որդում ենք քո սուրբ անունը։ Այդպես որ Դավիթ ասում է, թողեք ուրախանանք, ցնցանք եւ ցնծությամբ աղաղակենք, թողեք բարձրանանք եւ երգենք ուրախ եմ, որքան ուրախ եմ։ Ուրախության և կարգալով ասկնոզ ավակին օտերի մեջ դիվանորեն Օ ինչ մեծ պարք է, ինչ մեծ շնորհք է և ջանիկ հույս է տիրոջ կողմից Ուրախ է, որքան ուրախ է Հիշելով այս մեծ հույսը ցնցում է Ուրախ ենք այդպես որ Դավիթ ասում է որ ձեր մեղքերը ներել է Աստվածը Ինչ մեծ խնջույք է լինելու երկնքի մեջ երբ որ բոլոր սուրբերը հավաքվեն Միասին պիտի կառավանենք Աստծո գալին աջանի է ամեն պարտի Արծը պատրաստ է շուտով arriver Զարկանված հոգով սպասում ենք քեզ Ուրախ եմ, որքան ուրախ եմ Հիշելով այս մեծ հույսը ցնցում եմ Ուրախ եմ, որքան ուրախ եմ Հիշելով այս մեծ հույսը ցնցում եմ Մի տխրեք ձեր մեղքերի համար, որ Աստված արդեն ներել է Այդ ուրախ եղեք, որ դուք ողորմած Աստված եք ծառայում, հալելույա Ահա ձերը գալիս է յուրահոսումներով հրեշտակների հովիտայնով Աստատելու է իմ մեծ պակավորություն և խաղաղություն երկրի վրա միասին Օ ինչ մեծ պարք է, ինչ մեծ շնորհք է Եվ ջանիկ հույս է տիրոջ կողմից Ուրախ ենք, որքան ուրախ ենք Հիշելով այս մեծ հույսը ցնցում ենք Ուրախ ենք, որքան ուրախ ենք Հիշելով այս մեծ հույսը ցնցում ենք Ուրախ ենք, որքան ուրախ ենք Հիշելով այս մեծ հույսը ցնցում եմ Ուրախ ենք, որքան ուրախ եմ Հիշելով այս մեծ հույսը ցնցում եմ Ալելույա Փառք Տիրոջ, փառք մեր ողորմած Աստծուն, որ ուրախություն կա նրա մեջ